Հարգելի գործընկերներ, պարոն Խաչատրյան, այո, ողբերգություն էր, որ այս 35 տարում ձեր ասած ամբողջ երկրի ընդերքի, ունեցվածքի, այդ կապիտալի կենտրոնացումը, այդ 0.67%-ի ձեռքում էր, բայց 2018 թվականին դուք միջև շարունակում եք հավատալ, որ Սորոսն էր անում, թե ինչ էր, հենց դրա համար եղավ այդ հեղափոխությունը, որտեղ մարդիկ տեսնում էին, որ Ժորժ ջան, այս ամբողջ երկրի այդ ամեն ինչը, այո, այդ մի քանի 100 ընտանիքների ձեռքում էր։ Եվ հիմա այս ձեր նախաձեռնությամբ եկել եք ուզում եք, որ այդ մի քանի 100 ընտանիքների գրպանից հանկարծ մի քիչ գումար չգնա այն մյուս 99.3%-ի գրպանը։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետությունը բնակելի տների կամ որ ընդունված է ասել սեփական տների, մենք տենց ենք ասում, չէ՞, ժողովրդական խոսքում։ Առանձնատների 51%, այսինքն կեսից ավելին։ Իրանց համար գույքը հարկը 26 թվին թանկանալու ամսական 50-ից 300 դրամով։ 50-ից 300 դրամ, հասկանում եք դա։ Բնակարանների 46%-ի, այսինքն համարյա ինչքան բնակարան կա Հայաստանի Հանրապետությունում, իրանց մոտ կեսը ամսական 26 թվին ավելի շատ է վճարելու ընդամենը 250-ից 500 դրամ։ Բայց այն 0.67%-ը տալու է այնքան գումար, որ այս ամսական 50 դրամ կամ 250 դրամ ավել վճարող շարքային, պարոն Ավետիսյան ասած, աշխատող աղքատները ունենան թանկարժեք տրանսպորտ, ունենան թանկարժեք մանկապարտեզ, ունենան թանկարժեք ասֆալտ, ունենան թանկարժեք այլ ենթակառուցվածքներ, այլ հավասար պայմաններում չի լինի, որովհետև դուք ուզում եք, որ այն աշխատող աղքատը շարունակի նույնքան գումար վճարել այդ նույն հանրային տրանսպորտի համար, որքան են 0.67%-ի մի մասը, չեմ ուզում այդ ամբողջացնել, որտեղ իրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք աշխատել են օրինական չան, այդ 0.67%-ի համամասնությամբ վճարել ավտոբուսների համար չի լինի այդպես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա